քույրս է, բայց ասում եմ ուտակն էլ ստորագրում եմ, ինքը հոգեկան խնդիրներ ունի։ Բնավորությունն անհասկանալի է, բայց տեսակը լավն է, սիրտը մաքուր է, լավ էլի հորքուր, հերիքը արդարացնես, ոնց կարող է մարդը բարի լինի, եթե հարազատ քրոջը ատելով ատում է, խանդում է, ում է խանդում։ Այն ժամանակ սոսին սիրում էր, խանդում էր, հասկացանք, հիմա 25 տարի հետո, հիմա ում է խանդում, ինչի համար է ինձ ատում, հիմա էլ սոսը չկա։ Հա, մտածում ես հանդիպել ենք, թե չէ։ Փեսա ջան, երիթ հիմա շատ նյարդային է, ավելի մի Դու մի խառնվի մեր ընտանեկան հարցերին։ Հուսով եմ չեք հանդիպել։ Դա էլ թող մնա իմ գաղտնիքը։ Հայաստանում փոխվել ես։ Մի պատմություն կա, ասում են մարդ իր հողի վրա է ուժեղ լինում։ Հողի ուժը սար է շրջում։ Բայց դու այդքան մի ոգևորվի, կարող է շրջված սարի տակ մնաս։ Էս էլ հենջին, մենք իրար հետ կգնանք հիվանդանոց։ Մենք հանգստացի, հա, աղջիկ ջան, մեր հետ ու անետը արդեն հերիք են։ Սիրուն չես վարվում, պապա, խոսքը պապիկից մասին է։ աղջիկ ջան, ստե մարդիկ կան, որ մեր օգնության կարիքն ավելի շատ ունեն, քան քո Բագրատ պապիկը։ Ինչի՞, Բագրատ պապիկին հետ ինչ ա եղել, որ կարող է փսակվում է։ Էլ մի հատ ասա քեզ ինչ ա եղել։ Ինձ բան չի եղել, ուզում էի փսակվեի, են էլ չթողեցին, բայց դե ուր թողեին, լավ արեցին, որ չթողեցին, թե չով ա տեսել մարդ քրոջ հետ փսակվի։ Ինձ մի մոտ, Արի գնանք սենյակ։ հեռու մի մոտ։ Հեն, արի ես քեզ կօգնեմ բարձրանանք քո սենյակ։ Ես լավ եմ քուրիկս, ամեն ինչ նորմալ է, իրանց մի լսի, իրանց որ լսես, իրանք մեզ բոլորիս կխառնեն իրար, զգուշ եղի, քո կյանքը դասավորելուց, կարող է պապան քո համար էլ մի հատ խորտ ափեր պահած լինի։ Համահանում ես։ Էլի դժգոհ այս մարդ։ Լավ, ինչ անեմ, որ դու ինձանից գոհ մնաս կասես։ Ինչ կարելի անել։ Միքայել թող ինչ ուզում անի, թող։ Այ, տենում ես պապի ջան, սխալ է էլի։ Դու էլ ես տենց մտածել, որ թողել ես ամեն ինչ անի։ Հիմա էլ թորը տա պտուղները քաղում։ Քուրս, մնա ինչ, իմ միակ հարազատները դու մերս եք։ Իլած։ Ես քեզ շատ եմ սիրում եմ։ Շատ։ Մերի։ Կնստես մեքենան։ Ինչի համար։ Մի վախեցի, քեզ հետ ոչ մի բան չի պատահի։ Չեմ վախենում։ Ուղղակի կարիքը չեմ տեսնում։ Խնդրում եմ, Մերի, հետդ խոսալու բան ունեմ։ Խոսիր, ինչն է քեզ խանգարում։ Քեզ ինչն է խանգարում, նստենք մեքենայի մեջ, հանգիստ խոսանք։ Հետո կճանապարհեմ քեզ տուն։ Մի վախեցիր ինձանից։
Լավ հոգնեցինք։ Վիկ, եթե մի համեղ բան պատրաստես մեզ համար, լավ կլինի։ Ես այդ ամենի մասին դեռ առավոտյան եմ մտածել։ Ամեն ինչ պատրաստ է, հեսա Անգելինային կանչեմ, միասին հաց ուտենք։ Անգելինա! Վիկ, մի գորա, բարձացի վերև։ Անգելինա, 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 ավակ, Անգելինա, բանեց խնդրում եմ, աչկերդ բաց արա։ Մամ ջան, ես եկար, ես էլ քեզնից էի խոսում։ Ինչ էիր ասում տղես։ Ասում էի, որ այս տան մեջ երկու հարազատ մարդ կա ինձ։ Դու ու քուրս։ Սխալ բաներ մի ասա։ Չէ, մամ ջան, լուրջ եմ ասում։ Առանց քեզ տեղ մնալը դարել է փորձություն։ Ես կասեի կյանքի մեծ մարտահրավեր։ Իսկ մի քիչ շատ չի լեզուդ երկար է։ Կտրի, ինչ պրոբլեմ ունես։ Վատ գաղափար չի։ Ձերից կարելի է թռցնել։ Թե չէ արդեն ծնկների տա հասել։ Աննա ջան, խնամիս ոնց է Բագրատը։ Ոչ չի պատրաստում այն աշխարհ գնա։ Չէ, պապ, լավ էր։ Ես շատ եմ անհանգստանում Բագրատի համար։ Բագրատը երկաթից է, պարզվում է։ Ինչքան խփում ես, ոչ մի բան չի լինում։ Պարզվում է տերմինատորը։ Արգասը։ Պապա, խնդրում եմ։ Վայ կներեք։ Այլևս չեմ ամարձակվի ձեր պապիկի մասին, անգամ տար ավել ասել։ Ճիշտ էլ կանես, հատկապես մորս ներկայությամբ։ Ես մի երկու անգամ տվել առել եմ հետը, լավ էլ թույն տիպ է։ Ամենայն դեպս որոշ մարդկանցից առողջ է դատում։ Հիմա լավն է, վատնա մեր պապն է։ Տենում ես ինչ խելացի աղջիկ ունես։ Այն ինչ որ ասում էի ուժի մեջ ակուրես, զգուշ կլինես։ Կարող եմ համիտ աչ թեքվես, պապան քո համար մի հատ էլ խորտ աղբեր պահած ունենա։ Դե նկատի ունեմ ուրիշ մորից էլի։ Մեր մոտ պապան չի փոխվում։ Մեր մոտ մենակ մայրերն են փոխվում, պապան անսասան է։ Կարող է այդ մեծ ռեխդ ջարդեն։ Դու խնդիր չունես։ Դե ուրեմն քեզ հավաքի ու քեզ հաշիվ տուում առաջ ես կանգնած։ Լակոտ։ Հենրի, արի մենք վերև գնանք։ Ախր ինչի դիմեց ինձ քայլեներ։ Չգիտես ինչի այդ հերի պատճառով։ Վայ Անգելինա, վայ Անգելինա։ Լավ։ Հեն շտապօգնությունը ինչ եղավ։ Դες Անգելեն մասին գալիս ենք։ Վայ Անգելինա, ես ինչ ես անում ես հետ։ Մերի, խնդրում եմ, մի լացի։ Բա ինչ անեմ։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող անել, անզոր եմ։ Դու անզոր չես, ես միշտ քո կողքին եմ։ Լավ էլի արամ։ Ամեն ինչ խառնվեց հենց այն պահից, երբ դու հայտնվեցիր։
Ոչ մի հարաբերություն հարցի սկզբնական этаպում։ Բայց ամեն ինչ լավ կլինի։ Խոստանում եմ քեզ։ Ես շատ վաղուց մեր հարաբերությունների մասին չի որ մտածում եմ։ Ես մտածում եմ Սեմի մասին, ով բանտում է։ Ու ես ոչ մի ելք չեմ գտնում իրան այնտեղից ազատելու համար։ Ես ամեն ինչ կանեմ, որ Սեմը ազատության մեջ լինի։ Հեշտ ես խոսում։ Այդքան էլ դժվար չի, ինչքան որ դու ես պատկերացնում։ Վրեժը կործանեց երկուսիս էլ։ Այդքան ասում էի հեռու մնա։ Չլսեց։ Խոստանում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ Սեմը ազատության մեջ լինի։ Խնդրում եմ հենց հիմա կազմակերպի հանդիպում կոնֆերանս բոլոր գործընկերների հետ, նախնական փուլով ներքին թիմի հետ, արտաքին համագործակցողների հետ կհանդիպեմ ավելի ուշ, շտապելու ոչինչ չկա։ Բոլորին զգուշացրու, որ հարցեր կան հրատապ բիզնեսի ընթացքի, ապագա ռազմավարության ու առաջիկա զարգացման ծրագրերի հետ կապված։ Ես այստեղ երկար ժամանակ չունեմ մնալու։ Բոլոր հարցերը պետք է ունենան իրենց տրամաբանական ավարտը։ Բոլորին ուղարկում ես օր, հասցե ժամ։ Օրակարգ պետք չի ուղարկել։ Ես քննարկման ընթացքում կներկայացնեմ ինքս։ Լավ։ Ես պետք է նայեմ աչքերիդ ու պարտությունդ տեսնեմ։ Այսքան տարի հենց այդ բայի համար եմ լռելու, ընդհատակում եղել։ Ոնց ես, մամ ջան։ Լավ եմ, արդեն շատ լավ եմ։ Իսկ կարող այնքան լավ ես, որ կարողանաս օդանավ նստես։ Բժիշկին հարցրել եմ, ասեց խնդիր չկա, արդեն կարելի է։ Ընտիր, ես հիմա կզբաղվեմ Տոմսերիդ հարցով։ Իսկ կարող է։ Չէ, չի կարող։ Չեմ ուզում քեզ խանգարել տղաս։ Դու չես խանգարում մեզ, մամ, ինչ խանգարել։ Աշխարհում բոլորը կարան ինձ խանգարեն, բացի քեզանից ու Արամից։ Հենց Արամի մասին էլ ուզում էի հարցնել, ո՞նց է։ Ամեն ինչ լավ է, նորմալ է, ապակինվում է։ Այ խնամիդ լավ չի։ Բագրատը։ Խի ուրիշ խնամի էլ ունես։ Ինչ ա եղել։ Բան չի եղել։ Հին մեղքերն են դուրս տալիս, կրակել են։ Աստված իմ։ Աստծուն հանգիստ թող, դրան բան չի լինի։ Դրա նման առնետները հեշտ չեն սատկում։ Ոտքին են խփել։ Մամ, դրան մի հոգի մենակ կարա սպանի։ Ու այդ մի հոգին ես եմ։ Լավ էլի տղես։ Բոլորն իրենց բաժին մեղքերի համար պիտի պատասխան տան։ Հատուցման օր կա, մամ։ Թող քո ձեռքով չգա հատուցումը, սոս։ Արի դրա մասին չխոսենք, լավ։ Դու սկսի իրերդ հավաքել, ես էլ զբաղվեմ Տոմսերով, կզանգեմ քեզ։ Լավ բալես, գուշ եղիր, խնդրում եմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ քեզ շնորհակալ, մամ։ Ես։ Միշտ։ Բայց Յան ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Դու դեռ հարցնում ես։ Գիտես ինչ եմ անում։ Փորձում եմ կոծկել այդ շերիշակից ցածր տրամադրությանը արդյունքները։ Ասենք դու տեսել ես չքնելուց աչքերի տակը ինչ օրն է ընկել։ Լրիվ սևացել է։ Փառք Աստծո, որ մենք ունենք այս հրաշք պատճերը աննման, որ կոծկում են հենց այդ մուկ շրջանակները, մեկ էլ այդ այտուցներդ չքնելու արդյունքը։
որ դու մի բանի կպնում ես, վերջ։ Հա, չգիտեիր, որ ես տենց եմ։ Աղբորդ էլի, կպել ու կպել էի։ Իսկ դու վստահ ես, որ այդ ամեն ինչը անցյալում է։ Այո, Ֆայնա ջան, շատ վստահ եմ։ Իսկ հիմա դու խելոք նստի, տեսես ես քեզ ինչ կուկլկա եմ սարքելու։ Մաղջիկ։ Դի, սա վերջացրեցինք, սա բերեմ։ Լակոտի ծանձեր կաշի։ Հետի ձև է այդ խոսում հալա։ Հոտ սախալը գործել ես ասխծանք։ Դի ամջուլատալ ես կեզ մատերի վրա խաղասնի։ Հետ էր մնում պակաս։ Հականջները կկրեն։ Ալո։ Բարև ձեզ։ Հա, ես եմ։ Դե եթե պարտադիր է կգանք։ Չէ, շնորհակալություն, ես կտեղեկացնեմ։ Էդ ով ինչի դե ծպրտնեցիր։ Չէ, մի չէ, ձեռներս ա տողում։ Հանքի գլխավոր սեփականատերն է։ Ուզում ա իրիկունը հանդիպի հետ նայես։ Եվ ուզում ա հանդիպի կա հանդիպենք։ Ինչ խնդիր։ Չէ, ես ես ստի մեջ էլ չեմ կարող ապրեմ, սենց էլ չի շարունակվելու։ Ալո, Անգել, ինչ? Հենրինա, Շատ ավելի վատ որ Հենրինա։ Ինչի ես զանգել։ Ինչի ես աղջկաս անհանգստացնում։ Ինչի համար։ Քո պատճառով դեղերա խմե ու վատացել է։ Էլ չզանգես։ Լսում ես, մոռացի աղջկաս, մոռացի։ անգել վերցրու։ Ժամանակին ինչ չլսեցիր, դրա համար հիմա հետևանքները կրում ես։ Կեզ որ լսեի, հիմա երկուսով նստած հին տանը, սոված վանգստում էինք։ Ավելի լավ էր սոված սարավ, բայց խիղճներս հանգիստ։ Այդ խղճից ինչ ա եղել։ Երանի քեզ։ Երանի քեզ։ Մեր ծնողները հանուն արդարության ամեն ինչի պատրաստ էին։ Կյանքները չէին խնայի։ Իսկ դու 2 կոպեկի համար պատրաստ ես քեզ ծախես։ Թե ում քաշեցիր տնաշեն։ Կյանքս ու ապագաս հապաղագրեցի։ Քոնն էլ հետը։ Հիմա ինչ դժգոհ ես։ Գոհել չեմ։ Ես աղջիկը չփոխվեց։ Ոնց վաղկոտ կար, տենց էլ մնաց։ Կարելի
կարելի է, պապի։ Թորս։ Քեզ ամեն ինչ կարելի է, նստի։ Հեն ոնց ես ծեծ ջան։ Շունը կաղալով չի սատկի, տղա ջան։ Ամեն ինչ կկարգավորվի։ Կարևորը կյանքից վտանգ չի սպառնում։ Բա ինչ են ասում բժիշկները, երբ են ուզում քեզ դուրս գրեն։ Սուսմնա շնչահեղձ եմ լինում, Թորս։ Նոր են բերել։ Իսկան շուտ դուրս չեն գրի։ Ուրա դուրս գրեին։ Մի հատ գնայի մուզած ձևով այդ լակոտի հարցերը լուծեի։ Այդ լակոտի հետ կապված քեզ մի խնդրանք ունեմ։ Ասա թե նա ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ չբողոքես ու գործը շուտ փակվի գնա։ Այդ չի կարա լինի։ Պապի, դու գիտես այդ հարցը իմ համար ինչքան կարևոր է։ Գլխիս վրա տեղ ունես։ Բայց չեմ կարա։ Քեզ այդ օրը գցեց։ Մտածեցինք սիրահարված ես, կանցնի կգնա։ Բայց արի ուտես, ես տնից դուրս գամ։ Ինձ վրա կրակեն, չէ, այդ արդեն չափից դուրս հա։ Շատ չի այդ Շեքսպիրյան ռոմանտիկ հերոսի համար, հա։ Չես կարա ներես գնա։ Ներենք։ Եթե գիտակցում հայրա սխալը, բայց դե ինչ ներենք։ Դե ստեղ ասում է, որ դու ես իր հորը սպանել։ Լսի տղա ջան, ու դու հավատում ես այդ հոգեկան հիվանդին։ Դե ես էլ որ լսողի դերում եմ։ Տղա ջան, ուշքի արի, սերը կուրացրել ա քեզ։ Հələ մետ ինձ նայի, Սեմին նայի, ես իր հորը ինչի պիտի սպանեի։ Կամ եթե փաստեր ունեն, թող գային, նստեին, այդ փաստերը աչքս մտցնեին։ Բայց իրանով այդ իրավունքը տվել, որ մեքենայից կրակի, հը? Այդ անելու բան, հա? Դե չէ։ Բայց չէ ու ջան, տղա ջան, ես էլ էդ եմ ասում։ Տղես բա ուր ես։ Դուրս եմ եկել, անգելը դեղեր ա խմել, պատացել ա տարել են հիվանդանոցմամ։ Ոնց թե, ինչի համար ա տենց բան արել։ Պարզ չի ինչի մամ։ Պարզը պարզ ա, բայց դա ամեն դեպքում կյանքը ամեն ինչից վեր ա, չէ։ Նայած ժամանակ։ Բա ես հիմա քեզ ինչով օգնեմ, այդ վիճակով էլ տնից դուրս ես եկել, ոնց ես մեքենա քշելու։ Մամ, առաջին անգամը չի, գլուխ կհանեմ։ Եթե ուզում ես օգնած լինես, զանգի այդ մորքուրին իմացի կոնկրետ որ հիվանդանոցում ա, որ սաղ քաղաքը ման չգամ։ Լավ տղես, զգույշ կլինես։ Քիս է պական, հարշներ պակաս, Ես դարձնում։ Ինչ ես նայում, շեցքս լավ չի։ Աղջիկը տեղեր ա խմել, տարել են հիվանդանոց։ Դա ինչ բան ա այս, փորձանքը գալիս ա մեր դեպքին, փորձանքի հետևից։ Հենրին էլ գնացել ա հետևից։ Բայց այդ վիճակում ո՞ր ա գնացել։ Ես չգիտեմ, որ մտասենյակ արդեն դուրս էր եկել։
Ալո։ Վիկտորիա ջան, բարև Աննանա։ Հա, լսում եմ, ասեք ինչ է եղել։ Վիկտորիա ջան, դու պիտի ասես, ինչ է եղել երեխուն, ինչի եք հիվանդանոցում։ Դե ոնց հասկանում եմ, լավ էլ տեղեկացված եք, որ հիվանդանոցում ենք։ Տեսնում եք, ուր հասանք։ Ուր բերեց այս պատմությունը հասցրեց մեզ։ Հիմա ոնց է Անգելինան։ Հիմա արդեն ոչինչ հանգստացել է։ Կաթիլային են միացրել։ Վիկտորիա ջան, իսկ որ հիվանդանոցում եք։ Կենտրոնական։ Լավ։ Ինչի անգել, ինչի։ Ինչի ես տենց բան արել։ Ախր դու ուժեղ աղջիկ ես։ Խնդրում եմ դիմացի։ Ուրիշ ճանապարհ չկա, պիտի դիմանաս։ Ոնց եմ ափսոսում, որ բռնեցին, չհասցրի դրան մինչև վերջանց սատակ անել։ Որ իմանայի սենց էր լինելու, մի անգամից կխփեի, էլ չէի էլ հապաղի։ Ինչ իմանայի։ Մենակ քո մասին եմ մտածում, Մերի։ Չնայած դու երևի հակառակն ես կարծում, բայց ուշքու միտքս դու ես։ Ինչ ես անելու առանց ինձ։ Մայրս է գալիս։ Ինչի։ Ոնց եմ ուզում, ինչ-որ խնդիր կա։ Ոնց որ լավ տեղավորվում եք։ Ով ուզում է թող գա։ Ես տղուս վերցնում ու գնամ ստեղից։ Քեզ թված։ Կարճ ժամանակով էիր եկել։ Էդ ինչ պատահեց։ Պատահեց։ Ես ինչ ես պատրաստվել։ Ժամադրության ես չգիտեմ։ Էդ երբ եմ ես քեզ ասել, թե ուր եմ գնում ու ինչ եմ անում, որ հիմա ասեմ։ Այսօր ես գնում, սենց զուգված է արդարված։ Հանդիպման։ Ես քեզ ասում եմ աղջիկդ հիվանդանոցում է, դու հանդիպման ես գնում։ Եթե չես հիշում, հիշացնեմ, երեխեն քո պատճառով է այդ քայլին գնացել։ Ես ինչ ես ուզում։ Դու ընդհանրապես ինչ գիտես, ես ինչ եմ զգում, դու ընդհանրապես ինչ ես հասկանում, ես ինչ եմ ուզում։ Խփի հանգստացի։ Մենակ այդ բազմանշանակ ողբերգական դեմքդ էլ չեմ ուզում տեսնեմ։ Գնամ ինչ ասեմ։ Գնամ հիվանդանոց կանգնեմ, ասեմ բարև ձեզ, աղջիկ ջան։ Բայց իմացաք, ես ձեր հայրն եմ։ Ուզում եմ որ ես ապրումներդ ու արածդ քայլերը գոնե մի քիչ իրար համապատասխան լինեն։ Ինչի անպայման ուզում ես, որ ես տարապեմ։ Ես չեմ ուզում։ Բայց կատարվածից հետո ինձ թվում է նորմալ կլիներ, եթե գոնե մի քիչ տարապեիր։ Հիմա ունենք այն ինչ որ կա։ Այդ աղջիկը ծնվել է, այդ աղջիկը գոյություն ունի։ Ես մեղավոր չեմ, որ տղետ պետք է գներ բազմաղբյուր ու հենց այդ աղջկան հավաներ։ Դրա համար մի բան անելուց առաջ պետք է մտածել։ Դե ես քեզպես խորագետ չեմ։ Բայց շնորհակալություն խորհրդի համար, մյուս անգամ հաշվի կառնեմ։
Ամերի, լսում եմ քեզ։ Արամ կներես, որ այս ժամին եմ անհանգստացնում, բայց իրոք տեղս չեմ գտնում, չգիտեմ ինչ անեմ։ Նորություն կա, խոսել ես պապիկիդ հետ։ Խոսեցի, բայց ոնց որ արդյունք չտվեց։ Ես կխելագարվեմ։ Եթե Սեմին բան տանեն, ես կգժվեմ, Արամ, լուրջ եմ ասում։ Խոճապի մի մատնվի Մերի, հաստատ մի բան կանենք։ Ինչ պիտի անենք։ Պապիկդ պիտի աներ, են էլ հրաժարվել է։ Մերի։ Ես ինչ խառը պատմություն է։ Մարդ չկա, իրականությունը ասի, մի բան հասկանամ։ Ներս եկեք։ Ինչ ես։ Եկել եմ իմանամ Անգելինան ոնց է։ Ինչ ես կրակի վրա յուղ լցնում, ինչի համար, դու տեսնում ես մեր վիճակը, ինչի ես վիճակը նորից բարդացնում, հերի, խնդրում եմ դուրս արի, ես որպես մայր ուղղակի քեզ աղաչում եմ, գնա երեխուս վիճակը մի բարդացրա, տեսնում ես ինքը տանջվում է, խնդրում եմ գնա, գոնե հանուն Անգելինայի, թող հանգիստ։ Ամեն ինչ մի օր կավարտվի աղջիկս։ Այդքան մի տանջես։ Ես հասկանում եմ տղա ջան, շատ դաժան է, բայց ուրիշ ելք չունենք։ Չեմ ուզում Անգելի աչքին ստորերը պամ։ Ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ։ Ուզում եմ նայեմ աչքերին ու պատմեմ ճշմարտությունը։ Խնդրում եմ Հենրի, դու մեզ որպես ծնող մի ոչնչացրու։ Դու հասկացի, որ այդ հարվածին ոչ ես կդիմանամ, ոչ ավագը։ Անգելինայի համար էլ շատ ուժեղ հարված լինելու։ Խնդրում եմ, հանկարծ մտքովդ չանցնի, որ մի օր Անգելինային կասես ճշմարտությունը։ Խոսք տուր, խնդրում եմ։ Խոստանում եմ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելուց համար։ Քիչ հետո կսկսենք մեր քննարկումը։ Ստիպված խնդրելու եմ սպասենք, քանի որ մարդիկ կան, որոնք բացակայում են, իսկ այսօրվա մեր օրակարգում քննարկվող հարցը շատ կարևոր է ու վերաբերում է բոլորիս։ Այնպես որ մի փոքր սպասենք։ Սպասենք։